Սեռական առողջությունը ընդհանուր առողջության անբաժանելի մասն է եւ միայն համատեղ ուժերով է հնարավոր այն պահպանել։ Մեր այսօրվա հյուրը Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարության Մաշկաբանության ազգային կենտրոնի մաշկային բաժանմունքի ղեկավար Արամ Շահվերդյանն է։ Բարի երեկո Արամ, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Այսօր խոսելու ենք չափազանց կարևոր թեմայի մասին, որը շատ մտահոգիչ է եւ շատ դեպքերում այդ թեման անտեսելու արդյունքում լինում են բազմաթիվ խնդիրներ, ամառային հանգիստ իր բոլոր խնդիրներով։ Շնորհակալ եմ հրավերի համար, փորձենք համատեղ քննարկելով մեր հասարակությանը նման կարևոր ինֆորմացիան փոխանցած լինենք։ Բարի։ Արամ, ամառային հանգիստը ենթադրում է որոշակի նախապատրաստական աշխատանք եւ եկեք խոսենք այդ մասին, թե ինչպես նախ կազմակերպել այդ հանգիստը եւ որոնք են այն խնդիրները, որոնց կարող են բախվել մեկնողները այդ խորհուրդներին չհետևելու արդյունքում։ Ամառը բոլորիս հետ ասոցացվում է մի քանի գործոններով, դա պետք է ասենք շոկ եղանակը, որից որ բխելու է մնացած այն ռիսկի գործոնները, որոնք որ կարող են անդրադառնալ մարդկանց թե մաշկային, թե սեռական առողջության վերաբերյալ։ Շոկ, արև, ջուր։ Բոլոր գործոններն էլ կարող ենք հատիկ-հատիկ քննարկած լինել, թե ինչ լրացուցիչ նպաստավոր գործոններ կարող են առաջացնել հիվանդությունների զարգացման կամ ոչ հաճելի խնդիրների առաջացման համար։ Եվ մասնավորապես ինչին։ Մասնավորապես սկսում ենք արևից։ Եթե ասում ենք արև, ուրեմն առաջին հերթին պետք է հիշենք արևապաշտպանների մասին։ Մեր Հայաստանի պարագայում մեր ազգաբնակության հիմնական մաշկի գույնը հաշվի առնելով ցանկալի է լինելու ցանկացած արձակուրդ մեկնող մարդկանց համար խորհուրդ տալ, որ իրենց արձակուրդային ճամպրուկի մեջ անպայման ունենան արևապաշտպան։ Արևապաշտպանը ցանկալի է լինելու, որ վրայի գրած թվերը լինեն SPF 50, այսինքն արևի պաշտպանիչ գործակիցը լինի 50+ եւ այն կիրառվի գրակետը, այսինքն դուրս գալուց առաջ օգտագործվի եւ 2-3 ժամը մեկ թարմացվի։ Թարմացնել բացի 2-3 ժամը մեկ արևապաշտպանը պետք է թարմացվի գերքրտնարտադրությունից, ինչպես նաեւ ջրի շփումից հետո, լողավազանից կամ ծովից դուրս գալուց հետո։ Արևապաշտպանը առաջին պլյուսը ճամպրուկը կահավորելու մեջ։ Որպես առաջին հիմնական պաշտպանական միջոց։ Ինչպես նաև կարևոր պայման է լինելու, եթե ճամպրուկի կահավորման այդ սկզբունքը փորձենք մեր քննարկումը ներկայացրած լինենք, չմոռանալ, որ եթե ունենք հիվանդություններ, քրոնիկ հիվանդություններ կամ վիճակներ կամ ունենք բժշկի կողմից նշանակումներ, ճամպրուկը կահավորելուց չպետք է մոռանանք վերցնենք մեր այն դեղամիջոցները, որոնք որ մենք տվյալ պահին օգտագործում ենք։ Հաշվի առնելով, որ եթե արձակուրդը լինելու է արտերկրում, շատ հնարավոր է դեղորայքի ավարտվելու հետ մեկտեղ խնդիրներ առաջանան նշանակված դեղերի գնման եւ կիրառման, այսինքն բուժումը ընդհատված չլինելու համար։ Բացի արևից, եթե ջրին անդրադառնանք, արև, ջուր իրեն հետ գումարած ստացվում է խոնավ պայմաններ։ Իսկ խոնավ պայմանները մեր համար նպաստավոր են լինելու մի շարք վարակային հիվանդությունների գլուխ բարձրացնելու համար։ Մասնավորապես սնկային հիվանդությունների մասին կարող ենք խոսել։ Խոնավ պայմաններ դա կարող ենք սկսել թե շոկ, թե լողավազան, թե ծովափին, թե կարող ենք այդ ամեն ինչը ասած լինել, որ լողազգեստի թաց կրելու հետ կապված խնդիրներ կարող ենք հաճախակի ունենալ, որը որ կբերի ոչ միայն տվյալ դեպքում սնկային հիվանդությունների վարակի ներդրման հավանականության մեծացման, այլ նաև մաշկի մացերացիայի, այսինքն թմրման արդյունքում միկրոտրավմաների առաջացման գրգռի դեպքում։ Եթե լողազգեստից խոսքը գնաց, հիշում ենք այսպիսի մի կանոն՝ լողազգեստը, ինչպես նաև սպիտակ եղենն, ասկիները ցանկալի է լինել շնչող, լինեն բամբակից, որոնք որ կարճ ժամանակում հեշտ ու հանգիստ կչորանան, ջրի եւ խոնավության պահելու խնդիրները չենք ունենա, գործվածքի նուրբ լինելու արդյունքում միկրոտրավմաների վնասումներից կկարողանանք խուսափած լինել։ Երկարատև թաց լողազգեստով չենք լինում, եթե արշավների ենք գնում, ապա նասկիները պետք է լինեն էլի բամբակից, փորձենք ամեն քրտնելու դեպքում նրանք հանենք փոխած լինենք, որպեսզի նորից եմ ասում խուսափած լինենք խոնավ պայմաններից, մաշկի միկրո վնասումներից։
Ինչի հաճախ մենք նկատում ենք մասնավորապես լողազգեստը չփոխելու պարագայում իր բոլոր բարդություններով։ Այ երբ պետք է մտահոգվել, որ նշանների դեպքում։ Որ նշանների դեպքում անփոփոխ մաշկի վրայի ցանկացած փոփոխության դեպքում, այսինքն դա կլինի կարմրություն, դա կլինի ինչ-որ քոր, դա կլինի այրոցի, մռմռոցի զգացողություն։ Այդ բոլոր դեպքերում ցանկալի կլինի կատարել գոնե մաշկաբանի խորհրդատվություն։ Այն բոլոր դեպքերում, որպեսզի մեր այսպես կոչեցյալ ճամպրուկը լինի այնպես կահավորված, որ միջև հայրենիք վերադառնալը, միջև բժիշկներին դիմելը, առաջին ձեռքի տակ ունեցած արևապաշտպանի կողքին։ Ինչ պետք է ունենանք։ Ունենանք այդ པարզ գրգռված վիճակներից, ինչպես նաև արևայրուկի ժամանակ թեկուզ առաջնային օգնության համար նախատեսված պանտենոլ պարունակող միջոցներ, որոնք որ գրգռված մաշկը կարող է հանգստացնել։ Մյուսը շատ հաճախ արձակուրդների ժամանակ ամառային արտերկրներում կամ շոկ եղանակներին հաշվի առնելով հագուստի ավելի թեթև լինելը, մենք զերծ չենք մնալու տարբեր տեսակի միջատների խայթոցներից, այլ նյութերի մաշկին հպվել շփվելուց, նաև ալերգիկ ռեակցիաներից։ Այս պարագայում մեր ճամպրուկի մեջ խորհուրդ կտամ, որ ունենանք ոչ դեղատնոմսային պրեպարատներ, որոնք հեշտ ու հանգիստ կարող ենք գնաց լինել, հակահիստամինայիններ, որոնք որ ալերգիկ ռեակցիաների դեպքում կարող ենք օգտագործել, ինչպես նաև հակահիստամինային արտաքին օգտագործման նրբաքսուկների ձևով։ Արևապաշտպանները գնացինք պանտենոլ արևայրուքը գրգռված մաշկի համար, հակահիստամինայինները ալերգիկ ռեակցիաների համար, մյուս կարևոր բանը դա հականեխիչ միջոցներն են։ Քլորհեքսիդինի հիմքով, յոդային հիմքով, որը որ միկրոտրավմաները վնասվածքների առաջնային մշակման արդյունքում մենք կարողանանք խուսափել մաշկային ինչ-որ ինֆեկցիոն հիվանդություններից եւ բարդություններից։ Բարի, եկեք խոսենք նաև ինտիմ խնդիրներից, որպես բարդություն, ինչ ինտիմ խնդիրներ կարող են առաջանալ հանգիստը ոչ պատշաճ կազմակերպելու արդյունքում։ Եթե լինորից ճամպրուկի տարբերակը այնպես քննարկեցինք, to-do list գործողություններ, որոնք որ միջև արձակուրդ կարելի է գնալ։ Եթե ակտիվ արձակուրդ ենք պլանավորում ու ակտիվ է լինելու նաև սեռական կյանքը, ինչու՞ չէ նաև խորհուրդ է տրվում թե արձակուրդ գնալուց առաջ, թե արձակուրդից հետո գոնե կատարել սեռավարակների նկատմամբ հետազոտություններ վստահությունը ավելի բարձր պահելու համար։ Համար 1 պայմանը դա անպաշտպան սեռական հարաբերություններ չունենալն է։ Անպաշտպան սեռական հարաբերությունների լինելու դեպքում ցուցում ունենք անպայման հետազոտություններ անցնելու։ Ամեն դեպքում խորհուրդ է տրվում, որ արձակուրդներից հետ բերել միմիայն լավ հիշողություններ, ոչ թե ինչ-որ սեռավարակների հարուցիչներ։ Ինչը հաճախ մենք տեսնում ենք որպես հուշ, որը գալիս է իհարկե ոչ պատշաճ եւ անառողջ սեռական վարքագիծ դրսևորելու արդյունքում։ Արամ, միշտ չի, որ ապահովագրությունը օգնության է հասնում նման դեպքերում եւ շատ դեպքերում անձը իր խնդիրները լուծելու պարագայում զբաղվում է ինքնաբուժմամբ, երևի դուք էլ ձեր պրակտիկայում նկատել եք նման դեպքեր, ինչ անի, երբ մտահոգվի եւ ինքնաբուժմամբ չզբաղվի, որ ազդանշանն է, որ ազդակն է, որ արդեն պետք է հուշի, որ պետք է դիմել անպայման մասնագետի օգնությանը։ Եթե սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաների մասին խոսենք, ինչ նշաններ ունենք, որոնց դեպքում պարտադիր է լինելու հետազոտություններ կատարելը, իհարկե պետք է սկսել հետազոտություններից, ինքնաբուժումը սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաների պարագայում դա խորհուրդ չի տրվում, որտեղ դեղորայքակայուն հարուցիչների առաջացման դեպքում մի շարք հիվանդություններ կարող են գաղտնի ընթացքի ունենալ եւ դրանով հիվանդին մոտ բերել հետագա ել ավելի շատ խնդիրների։ Միգուցե ամոթի զգացողությունը, միգուցե այլ մի շարք պատճառներ կարող են բերել հանգեցնել նրան, որպեսզի մարդիկ նման խնդիրների պարագայում անցում կատարած լինեն ինքնաբուժման, բայց պետք է հիշել, որ այս պահի ամոթը եւ հետագա մեր ողջ կյանքի գրագետ պահպանված առողջությունը շատ ավելի կարեւոր է։ Ինչ նշաններ ունենք։ Անոգենիտալ հատվածում ցանկացած կարմրություն, քոր, վերքեր, դիզուրիկ երևույթներ։ Դիզուրիկ երևույթներ ասելով ի նկատի ունենք միզելու հետ կապված որևիցե խնդիրներ։ Դա կլինի ցավ, դա կլինի մռմռոց։ Ինչպես նաև արտադրությունը սեռական օրգանների շրջաններում։ Դրանք ցուցում են հանդիսանում սեռավարակների նկատմամբ հետազոտություններ անելու համար։ Եվ պապենական մեթոդներին չդիմել
Չէ, պապենական մեթոդները տվյալ պահում արդեն էլ արդարացված չեն, որոնք ցավոք դեռ մենք լսում ենք։ Բարի, ձեր հիմնական խորհուրդները որպես մասնագետ հանգստի մեկնողներին, քանի որ սեզոնը բավականին թեժ է, մարդիկ պատրաստվում են կազմակերպել իրենց հանգիստը, որոնք են այն հիմնական խորհուրդները։ Հանգիստը դա այն երևույթն է, որը որ մեզ ամբողջ տարվա աշխատանքից հետո ժամանակահատված է տալիս թե ֆիզիկապես, թե հոգեպես հանգստանալու, թեթևանալու, ձեռք բերելու նոր էներգիա, ամբողջ մի տարի աշխատանքային գրաֆիկին լցված լինել եւ կատարել մեր հասարակական պարտքը։ Ընդամենը մի խորհուրդ՝ պետք է հանգստանալ այնպես, որ հանգստից հետո նորից հանգստի առավել եւս բուժ հաստատությունների եւ բժիշկների դիմելու կարիք չլինի։ Բարի, շնորհակալ եմ Ես Արամ։ եմ շնորհակալ։ Հետաքրքիր բովանդակալից զրույցի համար կարծում եմ ձեր խորհուրդները իհարկե կունենան իրենց դրական արդյունքները։ Իսկ այս թեմայի համար այսքանը։ Ձեզ բոլորիդ մաղթում եմ ուրախ եւ առողջ հանգստյան օրեր։